Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ասում եք, այն տարածքներով է Ադրբեջանը առաջ եկել, որը Հայաստանի բանակի պատասխանատվության տակ էր, այդ խաղում եք անում ձեր խմբակցության ղեկավարի խոսքերի վրա, բայց ձեր խմբակցության ղեկավարը այդ չի ասում, որ կոնկրետ այդ տարածքներով Ջաբրայելի ուղղության մասին է ենթադրում եմ խոսքը, իր տղեն այդ գծում ինչ պատասխանատվություն է ունեցել։ Այդ ինչ մի հատ տանկային գունդ է եղել, որի հրամանատարը իր տղեն է եղել, որ շատ կասկածելի մի ժամանակահատվածում ինչ-որ տարօրինակ վիրավորում է ստացել ու գնացել է, թողելով իր զորքը։ Քիչի պատմում ձեր խմբակցության ղեկավարը։ Եկել է ասում է, այն զորքը, այն տարածքները, որ եղել է Հայաստանի բանի տակ, լուրջ եք ասում, ասում է, պարոն Խաչատրյան ասում է, անցյալի հետագիծը պրոյեկտենք ապագայի վրա, պրոյեկտենք, բա այդ ենք ասում ես 3 ժամը, եկեք պրոյեկտենք։ Եկել ենք ստեղ ասել ենք պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում։ Կանգնել եք դուք, ասել եք թուրք, ասել եք դավաճան, ձերեն Թևանյան ունեիք, մի հատ որ հիմա Ծառուկյանի ցուցակ եք գործուղել երկրորդ համարի ձևով, որ Քոչարյանի շահերն դες բացարկի։ Առանց Ղարաբաղ չկա Հայաստան, եկավ ստեղից ասեց։ Ասում ենք գնացեք Սոֆիա բանակցությունների Ղարաբաղի իշխանություններին։ Դուք ու ձեր թիմը ամեն ինչ արել եք, որ Ղարաբաղի իշխանությունները չգնան Սոֆիա բանակցությունների։ Ասել եք Սոֆիա գնացողը թուրքա դավաճան, ամեն ինչ արել եք, որպեսզի կարողանաք Ղարաբաղի հայերին բերեք ստեղ ցույցի մատերիալ սարքեք։ Ասել ենք եկեք դելիմիտացիա ու դեմարկացիա անենք Ադրբեջանի հետ։ Գնացել եք այն գար գրկող կար, մի հատ որ հիմի նստած է տերորիզմի մեղադրանքով, դրա հետ փողոցներն ընկած, միտինգ էին անում, սա կործանում է, սա Հայաստանի վերջն է, սա բան, այսինքն ձեր անցյալի հետագիծը նայելով ստացվում է ինչ։ Գալու եք ասելու եք, որ տարածքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնացնել։ Գալու եք ու ասելու եք, որ առանց Ղարաբաղի չկա Հայաստան ու հետևաբար Ղարաբաղը պետք է հետ բերել, ու այդտեղ այո, ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու գործընթացին, բայց ուրիշների որդիների կյանքի գնով, որտեղ ձեր խմբակցության ղեկավարի տղեն էլի գնալու է ինչ-որ հետաքրքիր պահից ծառօրինակ վիրավորում է ստանալու ու գնալու է։ Ձերոնցից ոչ մեկի որդիները այդ պատերազմներում չեն կռվելու, ձեր առաջնորդի թորներն էլ Ամերիկայում են ոնց ծնվել, տենց է ծնվելու։ Նիստը վարողի իրավունքով ես հարց կտամ, Տիկին Գրիգորյան շարունակելով Տիկին Գյուրեղյանի տրամաբանությունը, իմ հարցը հետևյալն է։ Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 20743 կիլոմետր քառակուսիով։ Նրանք հայտարարում են, որ սահմանազատման հիմքը Ադրբեջանի չպիտի լինի Ալմատայի հռչակագիրը եւ պետք է լինեն այլ սկզբունքներ, մասնավորապես նրանցից մի քանիսը, օրինակ մատնանշում են էթնոգրաֆիական սկզբունքը կամ այլ ինչ-որ սարեր ձորերի սկզբունքներ։ Նրանք նաև հայտարարում են կամ առնվազն ուղիղ չեն հայտարարում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու են, եւ հարցս հետեւյալն է. Եթե տեսականորեն Հայաստան դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է Հայաստան դաշինքի առաջարկները, առայն, որ կրկնում եմ, Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 20743 կիլոմետր քառակուսիով կամ պիտի վերաբանակցի խաղաղության պայմանագիրը եւ այսպես շարունակ։ Եթե այսպիսի ուժը գա իշխանության եւ անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն այս իմ նշածները ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն փոխնախագահ, ըստ էության ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու եւ կոնֆլիկտին վերադառնալու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաեւ հարձակման սպառնալիքներով։ Որպես արձագանք, այսինքն նորից ավելի հստակ հատուկ Տիկին Գյուրեղյանի համար, եթե Հայաստան դաշինքը տեսականորեն կամ մեկ այլ ուժ Հայաստան դաշինքի նման կամ Հայաստան դաշինքի հետ դաշնակցող կա իշխանության եւ որպես Հայաստանի արտաքին քաղաքականություն որդեգրի այն, ինչ նրանք հիմա ասում են, պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Կմեծանա։ Շնորհակալություն։ Տիկին Գյուրեղյան, կմեծանա։ Հարգելի գործընկերներ, սիրելի դաշնակցական գործընկերներ, դուք պատճառահետևանքային կապ, բառակապակցության իմաստը հասկանում եք։ Ես զարմանում եմ, էլի։ Հայտարարվում է վարչապետի անունից,
Հստակ մի հատ տրամաբանական բան, ասում է Ժորժ ջան, այս խաղաղությունը, այսօրվա, կրկնում եմ, այն խաղաղությունը, որի շնորհիվ 2 տարի, 2 ամիս մեր սահմաններին զոհ չկա, ընդհանրապես զոհ չկա հակառակորդի կրակոցից։ Այս խաղաղության ճարտարապետությունը կազմված է հետևյալից. ֆունդամենտալ բաներ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման սկզբունք Ալմատայի հռչակագիրը որպես հիմք, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ամբողջական հարգման, սրա շրջանակներում կա նաեւ հայ-ամերիկյան նախագիծ, որը կոչվում է TRIP։ Հիմա դուք ձեր ուժը, այս բոլոր կոմպոնենտները վիճարկում եք։ Դուք ասում եք, չէ, Հայաստանը չի կարող սահմանափակվել իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, ով ասել Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանը, ձեր դաշինքի առաջնորդը։ Դուք ասում եք, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ, ով ասել Արտվիկ Մինասյանը իմ հետ բանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ սահմանազատման հիմք չի կարող լինել Ալմատայի հռչակագիրը եւ խորհրդային միության փլուզման պահին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները անարդար սահմաններ էին, ով ասել Արտվիկ Մինասյանը իմ հետ բանավեճի ընթացքում։ Դուք ասում եք, որ մենք ասում ենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, դուք ասում եք շարունակելու ենք։ Հիմա ժողովուրդ ջան, պետք չի լինել հանճար կամ արտաքին հետախուզության ծառայության պետք կամ երկուսը միասին, որպեսզի հասկանալ, որ եթե Հայաստանը ընդունի որպես իր քաղաքականության հիմք այն ինչ որ դուք ասում եք, դա բերելու է պատերազմի։ Դրա համար տեղեկություն պետք չի, հասկանում եք, դա կոչվում է վերլուծություն, դա կոչվում է պատճառահետևանքային կապերի վերհանում եւ դրա հիման վրա ապագայի պրոյեկտում, ունակություն, որից դուք զուրկ եք։ Պարոն Խաչատրյան, ձեր խմբակցության սիլոգիզմը փչացել է, չնայած այդպես նորմալ չէր աշխատում առնած վերջին տասնամյակներին, բայց հիմա տեսեք, տրամաբանական փաստարկման մի հատ բանը, հետագիծը նայենք ձեր, էլի։ Դուք մանտրայի պես կրկնում եք արդեն տարիներ շարունակ, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ դրա պատճառով եղավ պատերազմ։ Այսինքն դուք հայտարարում եք, դուք այսքան ժամանակ եկել եւ ասել եք, որ պատերազմը սանձազերծել ենք մենք, Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարությամբ։ Հիմա ասում եք՝ մի րոպե, հայտարարությունը չի կարող ծնել պատերազմ, պետքա լինեն հետախուզական տվյալներ, եւ օրինակ երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի իր 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, դա չի կարող դառնալ կազուս բելլի, դա չի կարող, որովհետև հայտարարությունը ո՞ց կարա լինել պատերազմի պատճառ, բայց եթե հայտարարությունը չի կարող լինել պատերազմի պատճառ, պարոն Խաչատրյան, բա ինչի եք մեր հանրությանը տարիներ շարունակ խաբում, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձավ պատերազմի պատճառ, ուրեմն կամ դուք երեսպաշտությամբ եք զբաղվում եւ ստախոս երեսպաշտությամբ եք զբաղվում, կամ իսկապես ձեր սիլոգիզմը փչացել է։ Բայց մենք հո միայն մեկ հայտարարության մասին չենք խոսում։ Մենք ասում ենք, որ դուք եւ ոչ միայն դուք նպատակաուղղված եւ համակարգված կերպով քանդում եք խաղաղության ճարտարապետությունը։ Դուք ասում եք, որ խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրված է, դեռևս կարող է վերաբանակցվել։ Դուք ասում եք, որ Հայաստանը չի բավարարվելու իր այս տարածքային ամբողջականությամբ։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա սահմանազատված սահման։ Դուք ասում եք, որ դուք պիտի գնաք եւ պայքարեք Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի համար, այս պահին դուք միջև վերջ գնալու եք դրա համար եւ այլն եւ այլն, այսինքն դուք սեղանին եք դնում հայտարարությունների եւ մոտեցումների մի փաթեթ, որը ամբողջությամբ կազմաքանդում է խաղաղության ճարտարապետությունը։ Ու հələ մենք ենք շանտաժանում։ Դուք տեղով շանտաժ եք եւ ամփոփելով։ Տիկին Կյուրեղյանն ասում է, այ Ռոբերտ Քոչարյանի բան, դուք ոնց եք խոսում մեր ուժի մասին, Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի պատերազմ չի եղել եւ այլն եւ այլն։ Հաղթած Ռոբերտ Քոչարյանի օր։ Բայց հաղթած Ռոբերտ Քոչարյանը խի երկու անգամ պարտվեց սեփական երկրում սեփական ժողովրդին, հետո սեփական ժողովրդի բանը վրա կրակեց։ Այդ ո՞նց եղավ։ Բայց հաղթած նախագահը գալիս եւ ջախջախվում է սեփական պետության մեջ։ Այդ ո՞նց եղավ, որ հաղթած ղեկավարը սեփական ժողովրդին պարտվում է, ոչ մի անգամ քվե չի ստանում։ Բա դուք տենց չեք մտածել միջև հիմա, բա այդ ի՞նչ է կատարվել, այդ հաղթանակը, որ դուք այդքան ասում եք հաղթել է, այդ Ռոբերտ Քոչարյանը ինչ կապ ունի այդ հաղթանակի հետ։ Ավարտեք, պարոն Կոնչյան։ Հարգելի գործընկերներ, օրենքի հետ կապված ամեն ինչ ասվեց, բայց վերջին քննարկումները օրենքի հետ առնչություն չունեին, գնացին քաղաքական շահարկումներ։ Պարոն Խաչատրյանին հիշեցնեմ, որ ազգային ժողովի կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը ներկայացրել է զեկույց՝ ի տարբերություն
այն զեկույցի, որ դուք երբեք չներկայացրեցիք, որ ղեկավարում էր Արծվիկ Մինասյանը։ Զեկույցը գտնվում առաջի բաժնում, եւ ինչքան գիտեմ, ձեր խմբակցությունից կարդացել է միայն Գեղամ Մանուկյանը։ Դուք չեք կարդացել։ Շատ լավ, եթե սխալվել եմ, ներող կլինե, գնացեք կարդացեք։ Հարցը դրա մասին չի։ Զեկույցի հետ կապված, եթե կարդացած լինեիք, մի խանգարեք ինձ։ Եթե զեկույցը կարդացած լինեք, Վագ Ալեքսանյանի հիմնավորումները, որ այդպես ամբողջական կարար ներկայացներ, կապված Սերյան Օհանյանի տղայի դրվագի հետ կապված, դուք այնտեղ կնկատեիք ուսումնասիրությունը եւ այդ մասին որևէ շահարկման առարկա չեք դարձնի։ Այդ մեկ։ Երկրորդը, հարավային ուղղության նաև կնկատեիք պատասխանատու նախկին դաշնակցական Տիրան Խաչատրյանի վրա եղել, որը ելի պատահաբար վիրավորվեց, եւ մենք հարավում ունեցանք անհաջողություններ։ Տիրան Խաչատրյանը վերականգնեց իր դաշնակցական լինելը, եւ դուք փակ դաշնակցական ֆորմատով կարող եք հարցեր տալ։ Այդ ո՞նց եղավ։ Դա այդ ամբողջը կազեկություն բարի եղեք կարդացեք եւ տեսանյութեր էլ կան, իսկ տեսանյութերը հիմնավորում են այն, ինչը ես ասեցի։ Իսկ ինչ վերաբերում է օրենքին, հարգելի գործընկերներ, պետք է չմտահոգվել, այս զեկույցը անպայման մի օր իր բաց մասը կհրապարակվի, եւ այդպիսի շահարկումները Հայաստան Դաշինքի խմբակցության եւ նրա ղեկավարի կողմից այլևս կդառնան անօգուտ։ Օրենքը անհրաժեշտ է, Տիկին Գրիգորյան, օրենքը պետք է մենք կողմ քվեարկենք, որը մեզ հնարավորություն կտա ավելի լայն ֆորմատով պատկերացնել, թե ինչ էլ արհավիրքների առաջ կարող է մեր երկիրը կանգնել, որի դիմակայման համար հենց տվյալ կառույցը, որը ստեղծվել է մեր կողմից, նրա հնարավորությունները պետք է օր առաջ ավելի մեծացնել։ Շնորհակալություն։ Հա Մանուկյան, ես կարող եմ սպասել մնացած գործընկերները ելույթ ունենային, նոր խոսեի, բայց ուզում եմ հենց կոնկրետ ձեր հետ զրուցեմ եւ ասեմ, որ չի լսվում ձեր ելույթը եւ խնդիր կա այդ ելույթի թե բովանդակության, թե ասողի հետ, որովհետեւ գիտեք, երբ որ դուք խոսում եք այդ քրեական գործից կամ որևիցե այլ քրեական գործից, ի սկզբանե կեղծ թեզ առաջադրելով անուն եք հորինել 18 արդարները, չգիտեմ, դուք արդեն ձեր մեջ արդարացրել եք, դատական նիստ արել եք, որոշումը կայացրել եք, բոլոր կողմերին լսել եք, դուք արդեն քրեական գործը ամբողջությամբ քննել եք, այդ չի լսվում, որովհետև նախ եւ առաջ նայեք, ինչ վերաբերում է աստղերի կա, չկա, բան, ես տանում եք մտցնում եք քրեական գործի մանրամասների մեջ, պարտադիր չէ այդ աստղերը լինեն, պլանավորած հանցագործությունը եւ քրեական օրենսգիրքը շատ մանրամասն բացատրում է։ Նույնիսկ կարելի ասենք, չգիտեմ, խումբ ստեղծել, արդեն այդ խումբ ստեղծելը ինչ որ նպատակի համար, հա, հանցագործություն կատարելու, արդեն ինքնին հանցագործություն է։ Մի տարեք, մտցրեք, պրիմիտիվացրեք, մարդկանց փորձեք մանիպուլյացիա անել եւ այլը։ Հետո գիտեք էլի խիչի լսում, որտեվ դուք ձեր առաջին համարը Ռոբերտ Քոչյանը այն մարդն է, որի ժամանակահատվածում եղել է մի իրանից sense ռուսերեն sense բարկա ատմախիվը եղեք, հա, ինքը ձեր առաջնորդն է։ Այդ մարդը մարտի 1-ին, դե հիշեք, դուք այն ժամանակ լրագրող եք, ես sense իմ մոտ շատ տպավորվել է, ուրեմն sense օպերայի հրապարակում ցույց էին տալիս sense վառված կրակ էր, մեջն էլ պլաստմասից sense ներարկիչներ էին գցած, շպրիցեր։ Բա ուզում էին բան ստեղծեին, որի փրտեղ նարկոմաններն էին հավաքվում եւ այլն։ Ու ձեր ձայնը, այդ վաղ չէր լսվում։ Դրա համար հիմա որ խոսում եք ստեղից, էլի չի լսվում, որովհետեւ այն ժամանակ, երբ որ մարդ էին գնդակահարում Երևանի փողոցում, չենք տեսել, չենք լսել Ես ձեզ վստահեցնում եմ, մարտի 1-ի գործով, անկախ նրանից, թե քննիչները, որոնք հիմա որ փախած են երկրից, փամփուշտների վարկուճները թաքցրել են, չեն թաքցրել, ինչ քաղաքական կոնյունկտուրա եք ուզում իր շուրջը ստեղծեք, որ Ռոբերտ Քոչյանին արդեն 3 լեզվով, այնքան ենք ասել, 3 լեզվով հայրմերն եք սովորացրել, իր շորերը փոխել եք, չգիտեմ, ինչ որ բլոգեր եք դարձրել, ես չեմ բացառում, որ ինքը մի օր, որովհետև այդ ճանապարհը դրանա տանելու, նաև եթե կարիք լինի, կարող է նաև եթերով զռա, էշի պես, ոնց որ ինքն էր ասում, որպեսզի ամեն ինչ անի, որ հայտնվի ստեղ, որպեսզի կարողանա այնուամենայնիվ այդ քաղաքական ազդեցություն ունենա։ Բայց մի արեք, ակնհայտ էր, որ ձեր ասած մարդու շարժումը ավարտվել էր։ Եկավ մի հատ այնտեղ գնաց, մի հատ գար գրկեց, մի հատ ստեղ կներեք այդ բառի համար, լավ չասեմ, հետո չասեմ վատ բան ասեցիր, ոչ այնքան խելացի միտք ասեց, հետո չհեղափոխությունա, չպաշտոնա կռիվա, վերևից եկած, ինչ որ բաներ խոսած, ակնհայտ էր, որ քաղաքական պայքարը ավարտվել էր, եւ ակնհայտ էր,
որ մնացել էր մի բան, երբ որ այստեղ մենք ստեղ նստած կազմակերպած, երբ որ մուտքը բաց էր Բաղրամյանի, հրահրվում էր Բախում, կոչ էր արվում հարձակում կատարել ոստիկանության վրա, կոչ էր արվում հարձակում կատարել ոստիկանության վրա, որպեսզի ինչ-որ քաղաքական կշիռ ունենա։ Ավարտվել էր 50 հոգի մարդ չէիք կարողանում հավաքեիք, տավուշը հանուն փրկության։ Հետո այդ տավուշը դարավ, եկավ հրապարակ, ես դառնալու եմ վարչապետ, հետո դե վեհապարը ամեն ինչից տեղյակ է, այն վեհապարը, որը որ ոչ մի բանի հետ կապ չուներ իբր այդ ժամանակահատվածում, իր օրտնությամբ, հա ինչ անենք, ես Կանադայի քաղաքացի եմ, այդ ում եք գժի տեղ դնում, ուզում եմ հասկանամ, դուք այս երկրում։ Այդ ում եք ուզում ձև անել, որ այդ 18 արդարները արդարացեցիք, հա, դուք տենց ձերոնցով հավաքվեցիք, այսքանը արդար են, այսքանը մեղավոր են, չի լսվում, պարոն Մանուկյան, չի հասկացվում։ Դրա համար էլ այսօր պրոբլեմ ունեք ազգային ժողով անցնելու։ Դուք փոզմի շարեցիք ձեր այն ձայները, որը որ ստացել եք 2021 թվականին։ Հիմա դուք հում գիտեք ձեր մեջ, որ չեք անցնում, հիմա ձեր մեջ քննարկում եք, որ ինչի դաշինքով գնացիք, միգուցե շեմը մի քիչ ավելի ցածր պետք է լիներ, որ այնուամենայնիվ անցնեիք, չանցնեիք եւ այլը եւ այլը։ Ձեր գնահատականը հունիսի 7-ին դուք ստանալու եք։ Հիմա էլ եք ստանում։ Դուք կարող եք հիմա մի հատ հանրահավաք անել։ Զուտ վստահ չեմ։ Տեսեք, այսօր հանրահավաք կարողացել է անել ուժեղ Հայաստան այդ կազմակերպությունը ԶԱՕ-ն, ես ԶԱՕ եմ ասում, Закрытое акционерное общество ռուսերեն, հա, որը որ պարզվում է փողով, սպարտիվկա շալվարով, ինչով Պերաշկիով բան եւ այլը, սենց այդ կազմակերպվածը, իրանք գոնե ինչ որ փողի մասով կարողանում են կազմակերպել։ Ձեր մի մասը արդեն տեղավորվել է այդ պլատֆորմի մեջ։ Ձեր մոտից մասը, մյուս մասը տեղավորվել է Բարգավաճ Հայաստանի մեջ է տեղավորվել։ Էսա ձեր քաղաքական հետագիծը եւ ստեղ խնդրում եմ քրեական գործերի մասին մի խոսացեք, այդ որ տենց հպարտանալով ասում եք ես հանրայինի եթերով կարդացի ես ինչ բան է, նայում է այդ եթերը, ասում լավ, այս մարդը լրագրող է, այս ինչ անում, ինքը չի հասկանում, որ սրանով ինքը նախ այդ տախտկալի եւ բան խոսակցությունը ոչ մեկին հետաքրքիր չի, երկրորդը ինքը փակում է այդ խոսակցության էջը մեկընդմիշտ բոլոր հետաքրքրված նույնիսկ մարդկանց համար, նույնիսկ այդ լրագրողական բանը ձեր մոտ չի աշխատում, եթերում ինչ խոսակ, չեք կարողանում եթեր գնաք։ Չեք կարողանում եթեր գնալ, ամեն ձեր եթեր գնալը քիչ ամնում պատից դնեմ, սենց ասեմ, դնեմ ես տարածեմ, որովհետև այն ինչ եք անում դուք ձեր գլխին, սենց ասեմ, մեզ բան պետք չի անել, մենք գտել ենք մարտավարությունը ձեր հետ քաղաքական պայքարի, ձեզ պետք է եթեր տալ, եթեր, միկրոֆոն, խոսալու հնարավորություն, մենք կարանք բան չանենք, սենց նստենք նայենք, ոնց եք դուք ձեզ ամեն օր փակում որպես քաղաքական միավոր, դուրս եկեք այդ տրամաբանությունից։ Սխալ արեցիք, պաշտոնները չվերցեցիք, վախեցաք, սատանու պես վախենում եք մեզանից, մեր հետ գործուղումների գալ։ Էդ ինչ է, դա ձեր աշխատանքն է, վայ, մեզ հանկարծ չնկարեն։ Այն Գեղամ Նազարյանի գլխին հետ սարքեցիք նկարվելու համար, որ մեր հետ գործուղման էր եկել։ Այդ վախը չկա, բախի չեք գալիս մեր հետ բաների, գործուղումների, կամ ուրիշ բան ասեմ, մենք իրար տեսնում նորմալ բարևում ենք, շփվում ենք, որը նորմալ է, դա նորմալ է։ Ես էլ վաղը որ ընդդիմություն լինեմ, ես էլ եմ բարևելու, շփվելու, դա նորմալ է։ Ձեր օգնականները մեզ տենում, սենց այս սահարվում, առանց բարև տալու, սենց բան, էդ ինչ է, էդ ինչ եմ հասկանամ, ինչի եք դուք հասնելու դրանով։ Փոխնախագահի պաշտոնը չվերցրեցիք, որպեսզի իշխանին Սաղաթելյան հանկարծ չնեղացնեք, որտեվ դրեց, ասեց կամ ես պտի լինեմ, կամ ձեզանից ոչ մեկը պտի չլինի։ Գիտեք չգիտենք այս խոսակցությունները, գիտեք չգիտենք, հիմա էլ գնացել եք Ռոբերտ Քոչարյանից փորձում եք դենց բարի ռուսերեն բարկա պուշիստի կերպար սարքել։ Իան էլ ինչքան շատ եթեր տակ, այնքան լավ։ Ինչքան շատ ինքը եթերում լինի, ասեմ, քիչ ամոնում դնեմ պատիս այդ բան, ոնց Քոչարյանը բան Նիկոլի օրոք դարավ բլոգեր, ես այդ անկեղծ ասած այդ որ սենց ինքը սենց բաների մեջ էր, տենց ձևի մեջ էր, ուժեղ տղա էր խաղում, Հայաստանի Հանրապետությունում այդ որն է այդ տղամարդը, որ պետք է հեղափոխություն, բա ուր է այդ ուժեղ տղեն, հիմա ուրիշ ուժեղ տղա է հայտնվել, Ռուսաստանից եկել է,
բոլորը գնում են տեղավորվեն իր տակ, ինքն էլ պայքարում է, որ գոնե հաշիվ լինի, պատրաստ է ամեն ինչ անի։ Ես հասկանում եմ, բայց այս ամենը իրոք քաղաքական ուժի համար խղճուկ ավարտ է։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ֆիքսել ուղղակի Հայաստանի քաղաքական դաշտում քննադատում են պարոն Ռուբինյանին, Հայաստան դաշտի падգամավորները, որ ասում ընտրակաշարք բաժանողները դատվելու են, բայց ընտրակաշարքի մասին ոչ մի խոսք, որտեղ իրանց քաղաքական ուժը, իրանց քաղաքական թիմի լիդերը որպես այդպեսին ընտրակաշարքի ծնունդ է, չլներ ընտրակաշարքը, չելնի իրանց քաղաքական թիմի լիդերը որպես քաղաքական գործիք տարբեր մարդկանց ձեռքերում։ Էլ չհիշացնեմ ձեր վաղար շաբաթի ընտրությունները, որտեղ ձեր ակտիվիստները մարդկանց վրա կներեք արտահայտության համար, հարգելի քաղաքացիներ, ովքեր մեզ դիտում են, բայց այդ ձայնագրությունները կան, ձեր Հայաստան դաշինքի հետ քոչարյանական խաժամուժը ասում էր մարդկանց վրա քֆուր կդնեք, որ գնան մեզ ընտրեն։ Հիմա մարդիկ էլ ըստ երևույթին ձեր քֆուրին կներեք էլի արտահայտությանս համար, ձեր քֆուրին քֆուրով պատասխանեցին ու ձեզ ցույց տվեցին ձեր տեղը, որտեղ Հայաստանի Հանրապետության վրա քֆուր դնողը դեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա քֆուր դնողը դեռ չի ծնվել, եթե հանկարծ ծնվել էլա, դրանից չի խերվել։ Հարգելի Հայաստան դաշինք, հարգելի Ռոբերտ Քոչարյան եւ նրա թիմ որպես այդպեսին։ Բայց ինչեւ էստեղից խոսում են, ասում են խաղաղ ցուցարների վրա ոստիկանությունը բռնություն է կիրառել, որ խաղաղ ցուցարներ, ու միաժամանակ նախադասության մեջ օգտագործում են 18 արդարներ բառակապակցությունը։ Ուրեմն այդ արդար կոչվածներից մեկը ենթադրաբար են գարգերկողին նկատի ունեն։ Եկել է ոստիկանների առաջ կանգնել է, ասել է տղերք, ձեր կասկեքը հանեք, ձեզ ոչինչ չի լինելու, ասելուց 10 րոպե հետո կամ 20 րոպե հետո իր հետի խաժամուժը սկսել է փողոցի բորձորները ջարդել ու շպրտել ոստիկանների գլուխներին, ովքեր որ այդ կասկեքը հանել էին, հավատալով այդ գարգերկողին, ով որ հոգևորականի հագուստ էր կրում։ Ասում խաղաղ ցուցարների վրա ոստիկանությունը հատուկ միջոց է կիրառել, ինչի ոստիկանությանը դրա համար չեք պատժում։ Կամ ասում կոռուպցիայի ընկալման համաթիվը բարձրացել է կամ հետընթաց է գնաց։ Տրամաբանական է։ Բայց Գյումրիում տարակինում ո քաղաքապետ սարքեցիք։ Գյումրիում տարել քաղաքապետ եք սարքել մի մարդու, ժողովուրդ ջան, ով որ հեռախոսի զապիսով էլի ձայնագրված է, էլի բանը կա, մարդը ասում է այդ $2000 ինչքան էր այդ փողը, չեմ էլ հիշում արդեն, իրանք էլ են երևի խառնվել այդ թվերի մեջ, այդ կաշառքը, $4000 վերու։ 4 միլիոնը վերու, դե բնական է, մարդը դա տենում է, բայց ես թվում է կոռուպցիայի ընկալման համաթիվը տենց այդ ամեն ինչից բան չի լինում։ Համայնքապետերից Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը դրա վրա ազդեցություն չի ունենում։ Հազար ներողություն։ Կամ բանը, ասում է Արթուր Սարգսյանը ոնց եք նայելու աչքերի մեջ, որ բանը աստղիկները ուր են։ Ժողովուրդ ջան, եթե այդ աստղիկները չկան, ավելի վատ ձեր համար, ուրեմն դուք փուչիկ եք։ Չէ, փուչիկ եք, խեք փուչիկ, որտեվ ասենք այդ ձայնագրությունը հոգա ոչ մեկ միջև մա չի վիճարկում այդ ձայնագրությունը, որ Արթուր Սարգսյանը ձայնագրության մեջ մանրամասն ներկայացնում է այն աստղիկները, որոնք որ պետք է նետվեն գազելի մեջից մեքենաների տակ, ու նաև նկարագրում է դրա տեխնիկական բնութագիրը, որ ինքը ոչ թե ակը ծակում է, այլ ակը ճղում է։ Ես հստակ ասում եմ, եթե ակը ճղող բաներ են շպրտվում փողոցներում, դա հանգեցնելու է վթարների, որոնք կարող ունենան ընդհուպ միջև ողբերգական ելք։ Հիմա եթե այդ խոսակցությունը ունեցել են, այդ պլանները կազմել են, բայց բուն աստղիկները լավ են թաքցրել, ու հիմա քննչական մարմինները չեն կարողանում գտնել, կներեք, ես այդտեղ ասելու բան չունեմ։ Okay, շատ լավ, չկան այդ աստղիկները, չեն գտնում այդ աստղիկները։ Բայց դրանից ձեր խոսակցության էությունը չի փոխվում։ Ոնց որ հիմա երկու հոգի խոսան, ասեն ընկեր, արի բանը, տենց 10 կիլո տրածիլով մի հատ բոմբ սարքենք, տանենք ազգային ժողով, գցենք ազգային ժողովը տրաքացնենք։ Տենց պայմանավորվածության կան, հետո ձերբակալեն այս մարդկանց տերորիզմի մեղադրանքով, ասեն, բա ուր է բոմբը, բոմբը չկա բոմբը։ Ասենք աբսուրդ է, էլի ժողովուրդ ջան, երիքա մարդկանց բանականությունը այդ աստիճանի վիրավորեք, առհասարակ։ Էլ մեծ հաշվով էլ ասելու բան էլ չկա, բայց չգիտեմ, մեկ-մեկ այս դատարկ տեսարանը տենալով տխրում եմ, որ արդեն մի ամսից ընդամենը Հայաստան դաշինքը էլ խորհրդարանում չի լինելու, այս գեղեցիկ դատարկ տեսարանը էլ չենք տեսնելու։ Ինչևէ, ամեն դեպքում նորից շնորհակալություն համապատասխան քանակի ձայներ փոշիացնելու համար, ես կարծում եմ դա շատ կարևոր է, բայց պարոն Ռուբինյանի ասածը շարունակելով, ոչ այդքան հարգելի ընտրակաշառատուներ կամ նույն ինքը ընտրական տասովշիկներ, որտեղ էլ լինեք, ինչպես էլ լինեք, ինչ էլ որ ձեզ խոստացած լինեն,
ինչ փաստաբանել ձեր խոստացած լինեն, ինչ փողերել ձեզ խոստացած լինեն, մեկը բռնվելու եք, ընկնելու եք բանտի ծակերը, ձեզ բռնելու են ու ձեզ գցելու են բանտի ծակերը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր նույնիսկ, չգիտեմ, ձեր մտերիմներից, հարազատներից, ում որ կներգրավեք այդ կեղտոտ ու զզվելի հակապետական ընտրակաշարք բաժանելու տասովկայի մեջ, բոլորը բռնվելու են։ Կներգրավեք ձեր կանանց, նրանք էլ են բռնվելու, կներգրավեք ձեր այլ հարազատներին, բարեկամներին, նրանք էլ են բռնվելու։ Ում ներգրավեք, նրանք բոլորը բռնվելու են, ձեզ ոչ մեկ չի փրկելու։ Ոչ մեկ բացարձակապես ձեզ չի փրկելու։ Նույնիսկ Գալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը չի փրկել։ Ընդհանրապես ոչ մեկ ձեզ չի փրկելու։ Կարող եմ երկու անգամ ձևական ակցիա անեն, բայց հավեսել չեն անելու։ Սենց էս հիմա ոնց է այս ներկայիս ընդդիմությունը գալի մեկու մեջ ամբիոնից ելույթ բան ա ունենում, տենց ինչ որ բանտարի իրանց թիմակից բանտարկյալների անունը տալի, հա այդ երկու բանը կանեն, երկու ելույթ կունեն, բայց ուրիշ ոչի բան չի լինելու։ Գնալու եք 5-ից 7 տարի փդելու եք բանտում։ Ուրիշ բան ձեր հետ տեղի չի ունենալու ու ոչ մեկ ձեզ տեր չի կանգնելու։ Դուք գնալու եք ու կորեք։ Ու սիրելի քաղաքացիներ, եթե ձեզ առաջարկում են ընտրակաշարք, խնդրում եմ իմացած եղեք, որ ձեզ ոչ թե ընտրակաշարք են առաջարկում, այլ առաջարկում են բանտի պուծովկա։ Ընտրակաշարքը վերցնելով դուք կատարում եք քրեական հանցագործություն։ Քրեական հանցագործություն ու ձեզ էլ են բռնելու։ Դա շատ վատ կլինի ձեր ապագայի համար, բայց այնուամենայնիվ այդ է իրողությունը։ Դա քրեական օրենք է։ Չի կարելի վերցնել ընտրակաշարք, եթե վերցնեք, դուք էլ եք տարիներ անցկացնելու բանտի հետևում։ Մի հատ պատկերացրեք, այդ ինչքան փող արժի վերցնել, որ դրա համար գնալ 5-7 տարի նստել բանտում։ Ես կարծում չկա տենց փող, որի համար արժի կյանքից 5-7 տարի զոհաբեր։ Էնպես որ լավ մտածեք, իսկ ընտրատասովщикներն ու մնացածը թող իրանք հարց տան։ Ինչի իրանք շեֆերը, իրանք շեֆերի որդիները, իրանք շեֆերի եղբայրների որդիները անձամբ ընտրակաշարք չեն բաժանում, այլ այդ պատվաբեր գործը վստահում են հենց ընտրատասովщикներին։ Մի պարզ պատճառը, որտեղ նրանք չեն ուզում նստել, որտեղ նրանք լավ գիտեն, ով այդ գործը անի, նստելու է։ Էնպես որ ինչ ասեմ, եթե արդեն իսկ ներքաշված եք դրա մեջ, ապա հիմիկվանից ձեր բանտի պարագաները կապեք, եթե չէ, ավելի լավ է չմտնեք այս գործի մեջ։ Բարին ընդ ձեզ։